Եթե այսօր ձեզ ասեմ, որ կա մի մթերք, որը պարունակում է գրեթե բոլոր այն սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին, հավանաբար կմտածեք, թե խոսքը որևէ թանկարժեք սուպեր մթերքի մասին է։ Սակայն իրականում այդ մթերքը սովորական հավի ձուն է, հավքիթ է։ Ահա մեկ հետաքրքիր փաստ։ Մեկ բեղմնավորված ձվից կարող է զարգանալ ամբողջական ճուտ իր բոլոր օրգաններով, ոսկորներով, ուղեղով, սրտով եւ մկաններով։ Սա նշանակում է, որ ձուն բնականորեն պարունակում է կյանքի զարգացման համար անհրաժեշտ գրեթե բոլոր սննդանյութերը։ Հենց այս պատճառով էլ գիտնականները այն անվանում են բնության ամենակատարյալ սնունդներից մեկը։ Մինչ տեսանյութին անցնելը մեկնաբանությունների հատվածում գրեք. Սիրում եք եւ ձեր սննդակարգում ներառում եք ձու, թե ոչ։ Մեկ այլ հետաքրքիր փաստ. Երկար տարիներ մարդիկ խուսափում էին ձվից, կարծելով, թե այն բարձրացնում է խոլեստերինը եւ վնասում է սրտին։ Սակայն վերջին տասնամյակների խոշոր գիտական հետազոտությունները ապացուցել են, որ առողջ մարդկանց մեծամասնության համար չափավոր քանակով ձվի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների ռիսկ չի բարձրացնում։ Այսօր բազմաթիվ սննդաբաններ խորհուրդ են տալիս ձուն անպայմանորեն ներառել ամենօրյա սննդակարգում։ Ինչ է պարունակում մեկ ձուն։ Միջին չափի մեկ հավի ձուն պարունակում է մոտավորապես 70-ից 80 կիլոկալորիա, 6-ից 7 գրամ բարձր որակի անփոխարինելի սպիտակուց, 5 գրամ առողջ ճարպ, A, D, E, K վիտամիններ, B խմբի վիտամիններ, սելեն, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, յոդ, խոլին, հատկապես շատ կարևոր է խոլինը, սա մի նյութ է, որը անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի, հիշողության, ուշադրության եւ նյարդային համակարգի համար։ Շատ մարդիկ բավարար խոլին չեն ստանում սննդից, իսկ ձուն դրա լավագույն բնական աղբյուրներից մեկն է։ Այժմ հասկանանք, թե ինչու է ձուն այդքան օգտակար։ Առաջին օգնում է մկանների կառուցմանը։ Ձվի մեջ առկա սպիտակուցը համարվում է ամենաբարձր որակի սպիտակուցներից մեկը։ Այն պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Հենց այդ պատճառով մարզիկները, երեխաները, տարեցմարտիկ հաճախ ընդգրկում են ձուն իրենց սննդակարգում։ Երկրորդ, երկար ժամանակ հագեցածության զգացում է տալիս։ Եթե նախաճաշին ուտեք ձու, ավելի երկար ժամանակ քաղց չեք զգա։ Սա կարող է օգնել ավելի քիչ խորտիկներ ուտել, նվազեցնել ընդհանուր կալորիաների քանակը, նպաստել քաշի վերահսկմանը։ Հաջորդը օգտակար է աչքերի եւ տեսողության համար։ Ձվի դեղնուցը հարուստ է լյուտեինով եւ զեաքսանթինով։ Այս հակաօքսիդանտները պաշտպանում են աչքերը տարիքային մոլեկուլյար դեգեներացիայից, կատարակտից եւ վնասակար կապույտ լույսի ազդեցությունից։ Հաջորդը ձուն օգտակար է ուղեղին։ Խոլինը մասնակցում է հիշողության ձևավորմանը, ուշադրությանը, սովորելու, մտածելու գործընթացներին, նյարդային բջիջների բնական գործունեությանը։ Հղի կանանց մոտ այն կարևոր դեր ունի նաև պտղի ուղեղի զարգացման համար։ Հաջորդը ամրացնում է ոսկորները։ Ձուն պարունակում է D վիտամին, որը օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը։ Ընդ որում ձուն համարվում է D վիտամինի ամենալավ եւ ամենակարևոր աղբյուրներից մեկը։ Հաջորդը օգնում է իմունային համակարգին։ Սելենը, A եւ D վիտամինները մասնակցում են իմունային պաշտպանության բնական գործընթացներին։ Էլ ինչով է օգտակար ձուն։ Ձուն նաև նպաստում է մազերի եւ եղունգների առողջությանը, աջակցում է մաշկի վերականգնմանը, մասնակցում է հորմոնների արտադրությանը, օգնում է լյարդի բնական աշխատանքին, նպաստում է առողջ նյութափոխանակությանը։ Այժմ հասկանանք, թե օրական որքան ձու կարելի է ուտել։ Այս հարցը շատերին է հետաքրքրում։ Այսօրվա գիտական տվյալների, բժիշկների կարծիքների համաձայն առողջ մարդկանց մեծամասնության համար օրական 1-2 ձուն լիովին անվտանգ է։ Բայց եթե մարդը ունի շաքարային դիաբետ, ընտանեկան բարձր խոլեստերին, սրտանոթային հիվանդություններ, ապա ցանկալի է այս թեմայի հետ կապված զրուցել ձեր բժշկի կամ սննդաբանի հետ։ Եթե ամփոփենք օրական 1-2 ձուն լիովին բավարար է։ Առավոտյան ձու ուտել օգտակար է, թե ոչ։ Թերևս մեզանից շատերն են առավոտյան նախաճաշին հենց ձու ուտում։ Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նախաճաշին ձու ուտելը կարող է բարձրացնել հագեցածության զգացումը, կայուն պահել արյան շաքարը, բարձրացնել էներգիան, նվազեցնել օրվա ընթացքում ավելորդ շատ ուտելու հավանականությունը։ Հենց այդ պատճառով ձուն համարվում է լավագույն նախաճաշերից մեկը։ Եթե մտածում եք առավոտյան ինչ ուտել, ձեր լավագույն ընտրությունը կարող է լինել հենց ձուն։ Իսկ ինչպես ավելի առողջ ուտել ձուն։ Ամենաօգտակար տարբերակներ են։ Խաշած տարբերակը իհարկե, հաջորդը ջրում պատրաստվածը, այսինքն երբ ձուն ջարդում են եռացող ջրի մեջ եւ այն այդպես եփվում է, գոլորշու վրա պատրաստված ձվածեղը եւ քիչ յուղով պատրաստված ձվածեղը։ Խորհուրդ է տրվում չարաշահել շատ յուղով տապակած ձուն, մեծ քանակությամբ կարագով պատրաստված տարբերակները եւ վերամշակված մսամթերքի հետ հաճախակի համադրությունը՝ բեկոն, երշիկ, նրբերշիկ։ Իսկ ինչի հետ համադրել ձուն։ Լավագույն տարբերակներն են՝ բանջարեղեն,
ցեղեն, պղպեղ, լոլիկ, վարունգ, ամբողջահատիկ հաց, կանաչեղեն, իհարկե ավոկադո եւ լոբազգիներ։ Այժմ հասկանանք, թե ում համար կարող է ձուն վնասակար լինել։ Չնայած օգտակարությանը կան որոշ հակացություններ։ Ձվի ալերգիա, սա հատկապես հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն նաև կարող է պահպանվել մեծահասակ տարիքում։ Խիստ բարձր խոլեստերին ունեցող մարդիկ։ Որոշ մարդկանց մոտ օրգանիզմը ավելի զգայուն է սննդային խոլեստերինի նկատմամբ, ուստի անհրաժեշտ է անհատական մոտեցում։ Սննդային թունավորման վտանգ։ Հում կամ թերի եփված ձուն կարող է պարունակել սալմոնելա բակտերիան։ Այդ պատճառով ձուն ցանկալի է լավ եփել, չօգտագործել ճաքած ձվերը, պահել սառնարանում։ Հղիներին եւ տարեցներին թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել հում կամ կիսահում ձվերից։ Եվ ամենակարևոր հարցը՝ սպիտակուցը թե դեղնուցը։ Շատերը մտածում են, որ պետք է ուտել միայն սպիտակուցը։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Սպիտակուցում հիմնականում գտնվում է բարձրորակ սպիտակուցը, իսկ դեղնուցում պարունակում են մյուս օգտակար նյութերը՝ A, D, E, K վիտամինները, խոլինը, լյուտեինը, զեակսանթինը, առողջ ճարպերը։ Այսինքն ձվի օգտակար նյութերի մեծ մասը գտնվում է հենց դեղնուցի մեջ։ Մեկ շատ հետաքրքիր փաստ, եթե դուք մարզվում եք, անպայման ձեր սննդակարգում ներառեք ձվի սպիտակուց։ Մի քանի հետաքրքիր փաստ։ Ձվի կեղևը կազմված է հիմնականում կալցիումի կարբոնատից եւ ունի հազարավոր մանր անցքեր, որոնց միջոցով պարզվում է գազափոխանակություն է տեղի ունենում։ Ձվի գույնը սպիտակ, շագանակագույն, անգամ կարմիր ընդհանրապես ոչ մի կերպ չի ազդում դրա սննդային արժեքի վրա, այն կախված է ընդամենը հավի ցեղատեսակից։ Թարմ ձուն ջրի մեջ սուզվում է, իսկ հին ձուն հակված է բարձրանալու, քանի որ ժամանակի ընթացքում նրա ներսում օդային պարկը մեծանում է։ Այնպես որ եթե ցանկանում եք տուգել ձվի ժամկետը, կարող եք օգտագործել հենց այս մեթոդը։ Ձվի սպիտակուցը եփելիս սպիտակում է, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ սպիտակուցները փոխում են իրենց կառուցվածքը։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում անպայման նշեք՝ սիրում եք ձու, օրական որքան եք ներառում ձեր սննդակարգում։ Մեկնաբանությունների հատվածում գրեք նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութը ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։